Կա օրենքներ, որ ընդունել են, որը դա չի համապատասխանում իրականությանը։ Ես նայում եմ տարեկան 55,000 մարդու պրավայի համար դատվածություն կավորել։ Խախտել եմ տուգանի, կամ ին վրա դատվածություն խես դնեմ, ես հանցագործեմ, որ ինչ որ կարմիր լույսի տակով անցել եմ։ Իսկ այդ դատվածության համար այդ մարդկանց վրա արդեն խաչակ աշխում։ Չեն կարող մի վիզա ստանան, չեն կարող աշխատանքի անցնեն, չեն կարող արտասահման գնան, դրանք պետք է վերացվի։ Մյուսը մարդը այսօր տունը պահում է, դե գործ չկա, տաքսի է քշում։ Գիտնականա, արվեստագետ է, ավարտած մարդ է, բայց իր տուն պահելու համար տաքսի է քշում, որ տան իր տունը պահի։ Սովորական մարդը գնում է գործի գալիս է, նորմալ է հիմա 13 խախտում, բայց տաքսիստ առօրվանից իրիկուն փողոցում, այս կարգավիճակում, այս պրոբկաների մեջ քշում է։ Նանը պետք է 20, 25, 30 մարդը եթե գնաց տունը, նստեց, այդ միակ իր ապրուստն է։ Դրանով է իր տունը պահում, ասենք այսօր 20%-ը տաքսի է քշում իր տունը պահելու համար։ Բայց այդ մարդու տունով է պահելու։ Արդարացիա չէ, որ սովորական մարդը թող 13-15 լինի, իսկ տաքսիստինը 30 լինի։ Որ գոնե մարդուն հնարավորություն տաս իր մասին մտածես։ Կա օրենքներ գրած, ամեն մեկը չհասկանալով դրե որոշում կայացել, փեչատախբ գնացել է։ Պետք է դու քեզ դնես տաքսիս տեղը։ Տակ կաբինետում նստած լուրջ դեմքով օրենք են գրում։ Հələ գնա մի հատ տաքսով տունդ պահի եղբայր։ Դες այդ 13 միավորը քեզ բավարար է քո տունը պահես մի տարվա մեջ։ Պետք է մարդ միշտ իրեն դիմացինի տեղը դնի։ Մարդը պետք է ընդունակություն ունենա լսելու։ Ինչքան այն մարդը որ չի լսում, ուրեմն դադակ մարդ է։ Մարդը պետք է բոլորին լսի, նոր ճիշտ որոշում կայացնի։